եկել է ժամանակը համայնքում հաստատելու օրենքի եւ իրավունքի դիկտատուրան։ Մենք վերջ ենք տալու քրեական կլանների ձևավորմանը մեր համայնքում։ Հայաստանի Հանրապետության Փարաքար համայնքի ավականու ընտրություններում առաջադրված թեկնածու Գոռ Սարիբեկյանն անկուսակցական է։ Առաջադրվել է կայունություն կուսակցության ցուցակով, քվյաթերթիկում 4-րդ համարն են։ Խնդրում եմ ծանոթացեք, ամսի 30-ին համար 4 չափեք 4-ին ընտրեք։ Իրավագիտական կրթությունն ու կուտակած փորձը Սարիբեկյանը մտադիր է օգտագործել ի նպաստ հարազատ համայնքի զարգացման։ Խնդիրները շատ են, լուծման տարբերակները եւս միայն թե ճիշտ կառավարման համար նախ եւ առաջ խաղաղ ու համերաշխ մթնոլորտ է պետք։ Մեր թիվ 1 նպատակը համայնքում փոխըմբռնման միջավայր ստեղծելն է։ Գաղտնիք չէ, որ Փարաքարը դարձել է կրիմինալ վենդետաների թատերաբեմ, ասում է թեկնածուն, կայուն զարգացման համար սա լուրջ խոչընդոտ է։ Քանի որ չենք հարում որևէ թիմին, որևէ կուսակցության կամ որևէ խմբակի շահերը չենք սպասարկելու, այդ իսկ պատճառով մենք միակ այլընտրանքն ենք մեր համայնքի համար, որը ապահովելու է մեր համայնքում կայունություն, որը որ մենք բերելու ենք, եւ դրանով իսկ պայմանավորված մեր մնացած ծրագրերը կարող ենք արդեն իրականացնել, կյանքի կոչել։ Վերամբարձ խոսքերի, կեղծ ու պոպուլիստական խոստումների ժամանակներն անցել են։ Գոռ Սարիբեկյանի նպատակը հարմարավետ համայնք ստեղծելն է։ Այն ինչը որ կան, դրանք ընդհանրապես էպիզոդներ են, ճանապարհներ, աշխատատեղեր, դրանք նյութական արժեքներ են, որոնք ընդհանրապես մի հատվածն այն նրա ինչ որ ակնկալում է մեր բնակիչը։ Այսինքն մենք մենակ ճանապարհ սարքելով համայնքը լավը չենք դարձնում։ Մենակ աշխատատեղ ստեղծելով համայնքը լավը չենք ստեղծում։ Ընդհանուր միջավայրը պետք է դարձնել այնպեսին, որ բնակիչը հպարտ լինի, այսինքն գոհ լինի իր համայնքից, որտեղ ինքը ապրում է։ 2019-ից մինչև 2024 թվականներին լինելով համայնքի ղեկավարի տեղակալ, ներսից ծանոթացել է բոլոր խնդիրներին։ Այժմ Գոռ Սարիբեկյանը վճռական է Փարաքարի զարգացման իր տեսլականն իրականացնելու գործում։ Ես հորդորում եմ մեր բոլոր բնակիչներին գնալ տեղամասեր եւ 4-ը չափեք, 4-ն ընտրեք։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։